Ողջույն։ Այսօրվա տեսանյութում շարունակելու եմ պատմել, թե Մերկուրին ինչպես է իրեն դրսևորում 6-ից 12-րդ տներում։ 1-ից 5-րդ տների մասին պատմել եմ նախորդ տեսանյութում։ Եթե բաց եք թողել, ապա կարող եք գտնել իմ ալիքում։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 6-րդ տանը։ Մերկուրին այստեղ շատ կշռադատված է, պատասխանատու, գործնական, ծառայող, խելացի եւ համբերատար։ Այստեղ իշխում է կույսը, ուսա նշանակում է, որ Մերկուրին իր տանն է։ Նա այստեղ ամենահանգիստ եւ ուժեղ դիրքերից մեկում է գտնվում։ Մտածողությունը, ինտելեկտը, նպատակները ուղղված են աշխատանքի պարտավորությունների եւ օգտակարության վրա։ Այստեղ միտքը անընդհատ հարցնում է, ինչպես անել, որ ճիշտ լինի, արդյունավետ է թե ոչ, սիրում են կարգուկանոն, ռեժիմ եւ համակարգ։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Ուժեղ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները լավ ասպեկտներ եւ դիրք ունեն ու գտնվում են իրենց համար լավ նշանի մեջ։ Ունեն վերլուծական միտք, տեսնում են մանրուքները, սխալները եւ բացերը։ Շատ կազմակերպված են, պլանավորող, համակարգող եւ կարգուկանոնով, ունեն գործնական մտածողություն, ինչպես անել ճիշտ եւ արդյունավետ։ Սիրում են օգտակար լինել մարդկանց եւ շրջապատին։ Ունեն պատասխանատվության զգացում, պարտաճանաչ հետևում են առողջությանը եւ մարմնին։ Սիրում են սովորել եւ սովորեցնել։ Թույլ կողմերը։ Թույլ է համարվում այն ժամանակ, երբ մոլորակները եւ ասպեկտները վնասված են լինում տարբեր մոլորակների կողմից։ Միտքը մշտապես լարված է, անհանգիստ եւ ծանրաբեռնված։ Անդադար մտածում են, սիրում են քննադատել դիմացինին, մանրանալ եւ ընկնել ամեն մի մանրուքի հետևից։ Նրանց ուղեղի անընդհատ լարվածության պատճառով ընկնում են սթրեսի մեջ, ունենում են հոգնածություն եւ տագնապներ։ Չեն սիրում ապրել զգացմունքներով, շատ պերֆեկցիոնիստ են։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 7-րդ տանը։ Այստեղ անհատի միտքը, հետաքրքրությունները կենտրոնացած են հարաբերությունների, համագործակցությունների, հասարակական շփումների վրա։ Անհատը ինքն իրեն ճանաչում է շփման միջոցով։ Այստեղ իշխում է կշեռքը, որի կառավարիչ մոլորակը Վիներան է։ Նրանք շատ հետաքրքիր զրուցակիցներ են, կարողանում են շատ գեղեցիկ արտահայտվել եւ խոսել, ունեն մաներաներ եւ ոչ։ Կարող են բանակցել եւ միջնորդ լինել, հարցերին նայում են բազմակողմանի եւ հանգիստ, սիրում են հաճելի շփում եւ կապեր, սիրում են երկար մտածել, համեմատել եւ լսել։ Այստեղ անհատը ոչ թե եսակենտրոն է, այլ ունի մենք բոլորս մոտեցումը։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք շատ գեղեցիկ են հաղորդակցում հարաբերություններում, կարող են ճիշտ բառեր գտնել, խոսել, բացատրել, հասկանալի ձևով արտահայտվել։ Ունեն բանակցելու եւ հաշտեցնելու տաղանդ, բնական միջնորդներ են, կարող են երկու կողմին էլ հասկանալ եւ ընկալել։ Ունեն օբյեկտիվություն եւ արդարամտություն։ Զուգընկերները օգնում են իրենց հասկանալու, թե ինչպես են իրենք մտածում եւ արձագանքում, ունեն լսելու եւ աջակցելու կարողություն։ Զուգընկերներն օգնում են ընկալելու արտաքին աշխարհը եւ իրենք իրենց։ Այս անհատները կարող են ստեղծել կոմֆորտ բոլորի համար եւ ցանկացած միջավայրում, քանի որ ինտուիտիվ կարող են զգալ ում ինչ է հարկավոր։ Կանայք հատկապես կարող են շատ լավ հարաբերություններ կառուցել։ Թույլ կողմերը։ Նրանց միտքը կարող է մշտապես զբաղված լինել հարաբերությունների մասին մտածելով եւ անհանգստանալով։ Նրանք կարող են վերլուծել զգացմունքները եւ հարաբերությունները անընդհատ։ Զգալու փոխարեն կարող են շատ տարբեր բաներից խոսել, քննարկել, լսել, բայց երբեք չխորանալ այդ ամենի մեջ։ Նրանք կախվածություն ունեն ուրիշի կարծիքից, խոսքից եւ հայացքից։ Կոնֆլիկտներից խուսափելու համար կարող են լռալ եւ չխոսել եւ հարաբերության մեջ կորցնել իրենց։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 8-րդ տանը։ Սա խորը ներթափանցող եւ ինտուիտիվ միտք է։ Այստեղ մարդը հասկանում է այն, ինչ ուրիշները չեն նկատում։ Մերկուրին այստեղ հյուր է գալիս կարիճին, ինչը նշանակում է, որ այստեղ տիրում է ջուրը։ Այստեղ Մերկուրին ստանում է շատ խորաթափանց մտածողություն եւ տեսնում է անհատի էությունը։ Ունեն մեծ հետաքրքրություն գաղտնիքների հանդեպ, կարող են երկար եւ խորը ուսումնասիրել մի թեմա եւ հասնել արմատին։ Այստեղ արտահայտված է եւ ինտուիցիան եւ տրամաբանությունը, ունեն զգուշավորություն խոսելիս։ Ուժեղ եւ թույլ կողմերը այս դիրքում, ուժեղ կողմերն են։ Նրանք ունեն խորքային մտածողություն, կարող են տեսնել խնդրի արմատը, ոչ թե միայն արտաքին նշանները։ Ունեն հոգեբանական խորաթափանցություն, զգում են մարդկանց վախերը, շարժառիթները եւ իրական ցանկությունները։ Ունեն հետազոտողի տաղանդ եւ վերլուծություն։ Ուսումնասիրությունները, բարդ թեմաները հեշտ են իրենց տրվում, ճգնաժամում շատ կայուն են, ծանր էմոցիոնալ իրավիճակում կարող են սառը մտածել եւ գաղտնիքներ պահել։ Թույլ կողմերը։
Այստեղ Մերկուրին շատ կասկածամիտ է, չի վստահում, չի հավատում մարդկանց խոսքերին, շատ էմոցիոնալ է, ամեն ինչ իր մեջ է պահում, նույն թեմաները կարող են անընդհատ պտտվել ու պտտվել վերադառնալով անցյալ։ Վախերը շատ են, հատկապես կորուստների, դավաճանությունների հանդեպ։ Չափից դուրս փակ են, խոսքը կարող է շատ կտրուկ և խոցելի լինել, կարող են պլանները գաղտնի պահել և քիչ արտահայտվել ու բացվել։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 9-րդ տանը։ Այստեղ Մերկուրիի մտածելակերպը շատ գլոբալ է, ունի լայն աշխարհայացք և լայն գաղափարներ։ Այստեղ Մերկուրին հյուր է գալիս Յուպիտերին, սա նշանակում է, որ կրակի էներգիան տալիս է ազդեցիկ և փիլիսոփայական ինտելեկտ։ Նրանք սիրում են սովորել, նորը ճանաչել, ձգտում են մի քանի բարձրագույն համալսարաններ ավարտել, ստանալ մաքսիմում գիտելիքներ, սիրում են օտար լեզուներ, տարբեր մշակույթներ, հետաքրքրվում են տարբեր ազգերով և հավատալիքներով, խենթանում են ճամփորդելու և նորը բացահայտելու համար։ Ուժեղ և թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք ունեն լայն մտածողություն, տեսնում են հեռուն և մեծ պատկերներով, չեն ընկնում կամ առավել ևս սահմանափակվում մանրուքներով։ Սիրում են փիլիսոփայել, մտածել կյանքի իմաստի, ճշմարտության, հավատքի մասին, շատ ուղիղ են և ազնիվ, ասում են այնինչ մտածում են, կարող են իրենց խոսքով ոգեշնչել մարդկանց, ուսուցանել, մոտիվացնել և առաջնորդել։ Շատ օպտիմիստ են, սիրում են զարգանալ, նորը ճանաչել, ճամփորդել, նոր ծանոթություններ և միջավայր ստեղծել, կրում են առաջնորդի, ուսուցչի էներգիան։ Թույլ կողմերը ունեն չափազանց ուղիղ խոսք, կարող են վիրավորել առանց նկատելու։ Նայելով ավելի գլոբալ, չեն տեսնում շատ մանրուքներ և կարևոր բաներ։ Կարող են ունենալ շատ շտապ եզրակացություններ, ունեն դոգմատիկ մտածողություն, ես ճիշտ եմ, մյուսները սխալ, մոտեցումը իրենց համար է։ Չեն կարողանում լսել դիմացինին, սիրում են միայն խոսել և ուսուցանել։ Արագ հիասթափվում են ամեն ինչից, կարող են խոստանալ, մոռանալ և չկատարել։ Իդեալիստ են, երբեմն իրականությունը չի համապատասխանում իրենց հավատքին։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 10-րդ տանը։ Այս Մերկուրին կենտրոնացած է կարիերայի, հասարակական դիրքի, ճանաչման և նպատակների վրա։ Այստեղ Մերկուրին հյուր է գալիս շատ լուրջ, խիստ, պահանջկոտ Սատուրնին։ Նա լցվում է իր քննադատական, խստապահանջ և նպատակասլաց ուժով և ցանկանում է բարձր ամենավերին կետին հասնել։ Այս անհատները գնահատում են իրենց ժամանակը, անիմաստ և շուտափույթ քայլեր չեն կատարում, այլ մտածված և տեղին քայլ առ քայլ առանց շտապելու։ Նրանց խոսքը ազդեցիկ է և հեղինակավոր, մարդկանց վրա թողնում է շատ լուրջ և ազդեցիկ տպավորություն, ունեն կազմակերպչական միտք, խոսք և անիմաստ չեն օգտագործում այն։ Ուժեղ և թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք կարծես գիտեն ինչ են ուզում և ինչու, ունեն պլանավորելու, հիանալու ունակություն։ Մարդիկ լսում և հետևում են իրենց, ունեն կազմակերպչական և ղեկավարման ուժ։ Տեսնում են հեռուն, քայլերը և նպատակները երկարաժամկետ են։ Պատասխանատվություն են կրում խոսքի համար, խոսում են քիչ, բայց կշռադատված։ Թույլ կողմերը ունենում են մտավոր գերակտիվություն, չափից շատ կենտրոնացած են հեղինակության և կարծիքի վրա, վախ ունեն սխալ խոսելուց կամ հանրային քննադատությունից, կարող են արագ ընկնել ստրեսի մեջ իրենք իրենց ճնշելով, հաճախ են ունենում աշխատանքային կերպարի և իրական եսի խառնուրդ, թուլանալ չեն կարողանում ու ոչ մի պարագայում։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 11-րդ տանը։ Այս Մերկուրիի համար կապերը, խոսքերը, մտքերը, դրանք ամենամեծ գործիքներն են։ Այս դիրքում Մերկուրին հանդիպում է ջրհոսին։ Սա նշանակում է, որ այստեղ տիրելու է օդի տարերքը։ Մերկուրին սկսում է կապվել ընկերների, շրջապատի հետ, լավ կապեր հաստատել և լավ շփումներ ունենալ։ Փորձում է անընդհատ սովորել, հետաքրքիր նորարար ինֆորմացիա փնտրել, հայտնագործել, վերլուծել և քննարկել։ Սիրում է շփվել, նոր ինֆորմացիայով կիսվել, ստանալ ինֆորմացիա, տեղյակ լինել բոլորից և ամեն ինչից։ Այս անհատները սիրում են, երբ ունենում են հետաքրքիր զրուցակից և որ իրենք են նաև հետաքրքիր զրուցակից լինում։ Ուժեղ և թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք շատ արագ և հեշտ շփվում են մարդկանց հետ, ստեղծում են մեծ շրջապատ, արագ ընկերություն, օգտակար կապեր, լավ են աշխատում թիմում և խմբում, անընդհատ ապագայում են ապրում, կարող է մի շարք հնարավորություններ ստեղծվել կապերի և շրջապատի միջոցով, կարող են խմբի լիդեր լինել։ Թույլ կողմերը։ Նրանք կարող են միառժամանակ պլանավորել շատ ծրագրեր, բայց չեն կարողանում տանել և կարող են այնպես ստացվել, որ ոչ մեկը չկարողանան ավարտին հասցնել։
Դժվար է կենտրոնանում մեկ գաղափարի վրա, սկսածը կարող են կիսատ թողնել, երբեմն խոստանում են ավելին, քան կատարում են, երբեմն ընկերների կարծիքը շատ են կարևորում, քան իրենցը, կարող են միաձուլվել խմբին, կորցնելով սեփական եսը և էգոն, կարող են ունենալ անիմաստ շփումներ, չեն կարողանում հարաբերությունները երկար և խորը պահել։ Ինչպես է իրեն դրսևորում Մերկուրին 12-րդ տանը։ Այստեղ Մերկուրին գտնվում է փակ, բոլորին անտեսանելի, բոլորի աչքից թաքնված դիրքում։ Այս Մերկուրին հյուր է գալիս ձկանը, ինչը նշանակում է, որ այստեղ նա միավորվում է ջրի էներգիայի հետ և Նեպտունը նրան լցնում է չափից դուրս միստիկական, ինտուիտիվ և էմոցիոնալ ուժով։ Այստեղ մեծ է հետաքրքրությունը գաղտնի գիտելիքների հանդեպ։ Շատ հարցերում ավելի լուռ են, քան պետք է։ Կարող են երկար միայնակ և ինքնամփոփ ապրել, առանց շփման և հասարակության։ Շատ դժվար են շփվում, կապեր հաստատում և ընկերներ ձեռք բերում։ Նախընտրում են անընդհատ խաղալ իրենց էմոցիաների և ենթագիտակցության հետ, մտածելով խորքային հարցերի շուրջ։ Ուժեղ և թույլ կողմերը այս դիրքում։ Ուժեղ կողմերն են։ Նրանք շատ են հետևում, քիչ են խոսում, շատ են մտածում, զգում են ամեն բան, ինչ կատարվում է էներգետիկ աստիճանի վրա։ Տեսնում են մարդու էությունը, բարդ են արտահայտում իրենց մտքերը։ Կարող են ստեղծագործել միայնակ մնալով և լռելով։ Գործում են փակ և չեն քննարկում մարդկանց հետ իրենց ցանկությունները։ Թույլ կողմերը։ Նեպտունի ազդեցությունից կենտրոնանալը այնքան էլ հեշտ չի ստացվում այս անհատների մոտ։ Կարող է առաջանալ մտքային քաոս, կարող է չասել այն, ինչ պետք է, զգացմունքները թաքցնել, չարտահայտվել և լռել։ Շատ են վախենում սխալ խոսելուց կամ սխալվելուց, ինտրիգներից և բամբասանքներից։ Կարող են իրենք նույնպես ինտրիգներ և բամբասանքներ ստեղծել։ Շատ ինքնամփոփ են և իրենց աշխարհում են ապրում, չեն ուզում տեսնել իրականությունը։ Անհրաժեշտ է հիշել, որ շատ հանգամանքներ կախված են նրանից, թե Մերկուրին որ նշանի մեջ է գտնվում այդ տանը։ Հենց դրանից կախված էլ կարող են փոխվել մոտեցումներն ու արդյունքները։ Եթե հետաքրքրեց ձեզ Մերկուրի մոլորակը, կարող եք ուղղել ինձ ձեր հարցերը և ես կփորձեմ տեսանյութի միջոցով պատասխանել նրանց։